երբ պետք է մտահոգվել եւ գնալ գինեկոլոգի։ Գինեկոլոգի մոտ կանայք հատկապես սեռական կյանքով ապրող մշտապես տարին 2 անգամ պետք է այցելեն գինեկոլոգի։ Ըստ պահանջի եւ Այո, դա պարտադիր, այսինքն դա գիգիենայի մի տեսակ է։ Դու գործ ունես խոռոչի հետ, որը որ պետք է լինի հսկողության տակ, եթե ուզում ես լինես առողջ կին։ Սա ընդհանուր առմամբ խորհուրդ։ Եթե խոսքը գնում է միոմայի մասին, որ ենթադրենք կինը ինչ-ինչ պատճառներով չի կարողացել պարբերաբար այցելել գինեկոլոգի, ապա առաջին իսկ նշանների դեպքում դաշտանային ցինկլի խանգարման կամ թեթև իսկ դիսկոմֆորտի, որը առաջանում է սեռական հարաբերության ժամանակ, կամ ինչ-որ ցավային համախտանիշի փոքր կոնքում, երբեմն նկատում են նաև իրենց կառուցվածքի փոփոխություն, հա, եթե միոման ձևափոխում է կառուցվածքը, այս բոլոր դեպքերում պարտադիր պետք է դիմել գինեկոլոգի, որովհետև միոմաների փոքր չափերի ժամանակ մենք կարող ենք կանխել նրանց մեծացումը եւ կինը միոմայով կարող է ապրել ամբողջ կյանք առողջ, համեմատաբար առողջ եւ դաշտանադադարի շրջանում միոման արդեն սկսում է հետ զարգանալ։ Այսինքն այստեղ շատ կարեւոր է պահել հսկողության տակ մինչեւ դաշտանադադարի տարիքը։